Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես կառավարության ամենամեծ ձեռքբերումը խաղաղությունն է, վարչապետն է հայտարարել ազգային ժողովում կառավարության 2021-ից 2026 թվականների ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ։ Պատասխանելով պատգամավորների հարցերին Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է նաև առողջության ապահովագրությունը, պետական համակարգում փոփոխությունները, ատեստավորում, կատարողականի գնահատում եւ այլն։ Փաշինյանն անդրադարձել է նաև հարցին, թե որտեղ դեռ շատ աշխատելու տեղ կա։ Հարցերին պատասխանելու ընթացքում վարչապետը ֆիքսել է, որ ընդդիմությունը քննարկումներին չի մասնակցել, բայց անընդհատ մտել է դահլիճ ու դուրս եկել։ Ազգային ժողովի փոխոսնակն էլ ներկայացրել է, թե ինչու։ Հիշեցնեմ, ընդդիմադիրները 3 քննարկումներին չեն մասնակցել։ Երկու բան կնշեմ՝ ջրային ոլորտը եւ արդարադատության ոլորտը, որտեղ երկու տեղերում մենք մեծ խնդիրներ ունենք եւ այդ խնդիրները կուտակված են, այդ խնդիրը չեն լուծվում։ Ես գիտեք ինչ, անկեղծ ասած կարծում եմ, որ դատական համակարգի խնդիրների մի զգալի մասը հնարավոր չի լինելու իրականացնել առանց նոր համազգայության ընդունման, որովհետեւ այդ իներցիայով տեղապտույտի վիճակը անընդհատ շարունակվելու է եւ սահմանադրական կարգավորումներ են պետք, որպեսզի այդ շատ, այսպես ասած, արհեստական պատճառները մենք կարողանանք մի կողմ դնել եւ առերեսվել դատական համակարգում առկա իրավիճակի։ Ես մեզ հետևող հանրությանն էլ տեղեկացնեմ, որ պատգամավորները, երբ որ չեն գրանցվում, աշխատավարձից այդ նիստի համար զրկվում են եւ մեր հարգարժան ընդդիմադիրները գրանցվում են, որպեսզի չզրկվեն աշխատավարձից եւ զրկվում են։ Այո, իհարկե։ Շնորհակալություն։ Դե ճիշտ են ամ, ժողովուրդ ջան, եկեք գրանցվեք։ Ամեցեք Տիկին Ղազար։ Շնորհակալ եմ։ Ժամանակը վերականգնեք։ Պարոն վարչապետ, Ընդդիմության միուս ներկայացուցիչներին կոչ եմ անում գալ, եւ չեք խանգարում դուք ընդհանրապես, եկեք գրանցվեք, գնացեք։ շատ լավ։ Պարոն վարչապետ, Վարկմարկ կունենաք փակելու բան, չգիտեմ։ Կարող է բենզինը թանկացած լինի, չեմ ասում, գնաճի մասին եք խոսում։ Վերջին 2 ամիսն է մնացել, հա։ Տիկին Ղազարում պատասխանես պարոն վարչապետ ձեր հարցին։ ինչքանով է ձեր զգացողությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչքանով շոշափելի զգում է խաղաղության ազդեցությունը այս պահին, եւ այս համատեքստում նաեւ մեկ այլ հարց է ծնվում իմ մեջ, որը ուզում եմ էլի ձեզ որպես ձեր զգայական, այսպես բնույթից հարցնել, արդյոք այս ամենը տեսնելով այսքան ձեռքբերումները, որոնք որ դուք երեք զեկույցի ընթացքում էլ նույնիսկ ձեզ հատկացված ժամանակի ընթացքում ժամանակից էլ անցնելով ներկայացրեցիք եւ ամենամեծ ձեռքբերումը խաղաղությունը ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացին հակված կլինի ընտրակաշառքով ընտրությունների գնալու, քանի որ ընտրակաշառք առաջարկում են հիմնականում այն ուժերը, որոնք իրապես չեն ճանաչում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Գիտեք, ես կարծում եմ, որ խաղաղությունը ամենակարևորը եւ դա հետաքրքիր զգացողություն էր, որ մենք թիմով ճամփորդելիս այդ արձանագրումը արեցինք, որ խաղաղությունը քաղաքացին առաջին հերթին զգում է հոգեբանորեն եւ հոգեպես, որովհետեւ մի ձևի հանդարտություն կա հանրապետությունում, այն նյարդը, այն լարվածությունը, այդ ինչ որ լիցք կա, լիցքը, որը մենք միշտ անդադ զգացել էինք, ներկա ժամանակներում մենք հանդարտություն ենք զգում եւ ես կարծում եմ, որ քաղաքացիները նաեւ ինտուիտիվ հասկանում են, նաեւ ես երեք այդ նրբության մասին չխոսեցի, որ նույն առողջության ապահովագրության համակարգը, նույն կենսաթոշակների ավելացումը եւ այլը ոչ ուղղակի, բայց անուղղակիորեն կապված է նաեւ խաղաղության հետ, որովհետեւ եթե օրինակ խաղաղության նկատմամբ չկա վստահություն եւ կառավարությունը սպասում է էսկալացիոն նոր զարգացումների, դժվար կլինի այդքան շատ միջոցներ միանգամից ուղղել սոցիալական ուղղություններով, որովհետեւ միշտ էլ կմտածես, որ դնենք մի կողմ ինչ որ մի բան կարա այն չլինի եւ այդ իրավիճակներում օգտագործելու համար, որովհետեւ դուք գիտեք, որ ցանկացած էսկալացիա ինքը ծախսերը եւ չնախատեսված ծախսերը մեծացնում է եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ խաղաղությունն է, որ մեզ հնարավորություն է տվել, որ հանդարտության պայմաններում մենք ասենք լավ, այս ուղղությամբ նախ խաղաղությունն է բերել հնարավորություն տնտեսական աճի։ Այսինքն որպեսզի մենք կանխատեսվածից ավել տնտեսական աճ ունենանք, կանխատեսվածից սպասվածից ավել
զբոսաշրջիկներ ունենանք, սպասվածից ավել քաղաքացիներ ունենանք, որովհետև այդ քաղաքացիների հոսքը տնտեսական ակտիվություն է, չէ՞, բերում դրա արդյունքում նաև բյուջետային եկամուտների աճ ունենանք եւ այդ պահին, երբ որ մտածում ենք, բայց բյուջետային եկամուտների այս հնարավորությունը ոնց օգտագործենք, էսկալացիայի պայմաններում ամենայն հարգանքով սոցիալական եւ էսկալացիոն ռիսկի լարվածության պայմաններով ամենայն հարգանքով առաջի միտքը այն չի, որ այս ծախսը պետք է ուղղել սոցիալական ուղղություններով։ Մտածում ես, որ էսկալացիայից բխող ծախսեր է պետք անել կամ պահել, որպեսզի անհրաժեշտ, բայց երբ որ գիտես, որ էսկալացիա չի լինելու, երբ որ գիտես, որ խաղաղություն հաստատված է, շատ հանգիստ, շատ հանդարտ այդ ծախսերը, այդ գումարները ուղղում ենք սոցիալական ծախսերի։ Այո, այս ընթացքում եւս մեկ ընդդիմադիր գործընկեր եկավ գրանցվեց գնաց, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։ Այսինքն ես գիտեք ինչ, իմ կարծիքով քաղաքացիները խաղաղությունը ավելի շատ են զգում, քան մենք նույնիսկ սպասում էինք։ Ես ընդհանրապես 2018 թվականից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել եւ չի աշխատելու, ինչի ձեզ թվում է 2021 թվին ընտրակաշառք չի բաժանվել, քրեական գործեր են հարուցվել, մարդիկ են դատվել, դատապարտվել եւ այլն, այդ թվում խորհրդան անցած ընդդիմությունների ներկայացուցիչների, չկա այդ դարաշրջանը անցել է վաղուց։ Նիստը թեժ է եղել, վարչապետն ուղիղ եթերում արձանագրել է, որ ընդդիմությունը վերադարձել է դահլիճ իր տեսանյութից հետո։ Բանավեճ է սկսվել ընդդիմադիրների հետ, պատգամավորները փորձել են պարզել, ով ում է SMS գրել եւ ինչու։ Սելյայնակիցներ, քիչ առաջ դուք տեսաք ինչպես են SMS-ներով հրահանգներ իջեցվում։ Կոնեն պատկերացումը դա էր։ Մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով նկարում էր դահլիճի այս մասը եւ այդ նկարելուց հետո Վահագն Ալեքսանյանի մոտ հարց ծագեց մեր խմբակցության քվեարկությունների մասին։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ես ուրիշի գրագրությունը չեմ նայում, շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, որ չեք նայում, ոնց է գնահատականներ հնչեցնում։ Խնդրում եմ լրություն դահլիճում։ Հարգելի գործընկերներ, Վահագն Ալեքսանյան վարման կարգով եւ պարոն Ալեքսանյան, այս հարցը թույլ եմ տալիս հնչեցնել, որովհետեւ ձեր անունը հնչեցրել է պատգամավորը, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ախր այս խելքին եք, որ այս օրինակ էլի, լուրջ եմ ասում։ Այս խելքին եք, որ հեսա անցողիկ շեմը չեք հաղթարելու, այ դրա համար է չեք հաղթար։ Հեսա ես ենթադրում եմ շուտով կտենաք ձեզ խի էին նկարում, բայց վերադառնալով նախորդ հարցին։ Տիկին Էլինար Վարդանխի չեք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին, վատն է հա Ռոբերտ Քոչարյան, որ պատրաստվում եք չընտրել նրան։ Դե հեքիաթ եք պատմում քաղաքացիներին։ Այդտենց խառնվել, բաժանվել բան եք արել, հեքիաթ եք պատմում, վատն է Ռոբերտ Քոչարյանը։ Պարոն Ալեքսանյան, խնդրում եմ դադարեցնել, շնորհակալություն։ Ռուբեն Ռուբինյան վարման կարգ։ Պարոն Խաչատրյան, իրականում այդ SMS-ի հարցով մենք ենք հետաքրքրված։ Մենք ուզում ենք հասկանանք, ի վերջո, Տիկին Էլինար Վարդանին, ով է SMS գրում, Ռոբերտ Քոչարյանը, թե Գագիկ Ծառուկյանը։ Ասեմ ավելին, հաշվի առնելով այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարը նույնպես ձեր խմբակցության պատգամավորներ, մեզ հետաքրքիր է, երկրորդ համարին ով է SMS գրում, կամ նույն Գագիկ Ծառուկյանին ով է SMS գրում, Քոչարյանը թե ուրիշը, թե օրինակ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Դա է մեզ հետաքրքիր։ Կամ ասենք բան այն ռուսաստանցի օլիգարխի ցուցակի երկրորդ համարներն էր, ձեր խմբակցության պատգամավորներ, ով է իրանց SMS գրում, Քոչարյանը, Կալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալը, այդ ենք ուզում հասկանանք ընդամենը։ Շնորհակալություն։ Ուժեղ Հայաստան կուսակցության տասնյակից ավելի անդամ է ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից մանրամասնել են, որ ձերբակալվել են քնվող քրեական վարույթի շրջանակում ընտրակաշառք տալու եւ ստանալու մեղադրանքներով։ Փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել հակակոռուպցիոն կոմիտեի շենք եւ իրականացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։ Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ աշխատակազմը ստացել է մի քանի ահազանգ փաստաբանների ծառային, որ իրենց վստահորդներին արգելանքի են վերցրել եւ տեղափոխել են հակակոռուպցիոն կոմիտե, սակայն նրանց տեսակցելու եւ պատշաճ իրավաբանական օգնություն ապահովելու հնարավորություն չի տրվում։ Ձեռնարկված միջոցների եւ քննչական մարմնի հետ քննարկումների արդյունքում պաշտպանի հաստատություն դիմաց փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել հակակոռուպցիոն կոմիտեի շենք եւ իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։
Ավելի ուշ աղմկահարույց ձայնագրություն է հրապարակվել, առաջարկում եմ դիտել մի հատված։ Ազատ խտերով, Ազատ խտերը ո՞րն է։ ուժեղ Հայաստանով, Լավ, կտաս մի քանի հատ մենք կանենք։ 10 հատ կտամ, մեզ նալի չեն տալի։ Մյուս շաբաթ տենանք էս այս ինչ ալնում, Հասոն Գևորը հասայի վրա ջղայնացավ։ Ասեց ինչքան շուն շանգյալ կա, բերել ես գրանցել ես շտաբիդ վրան, 200 ես տալի, հարազատներին սաղին գցել ես գյուղերը 100 ես տալի, այն շուն շանգյալներին կգցես գյուղերը 100-ով, իրանցը կգցես շտաբի վրա։ Չես հավատում ուղղակի կախել է արդեն։ 2 ռես եկել են Բանգլադեշ հետ եմ եկել, բերիմ համ Անուշիկին շլվար առամ, համ եկամ Լուսոյին ու Քիսոյին տեսամ, բան կարտալու տվիմ, այն երկուսն են աղջիկները, որ միշտ գալի եթում են առավոտ շուտ։ Այն Բոշան, դրանց եկամ տեսամ, 200 տվիմ, մարդը 100։ Հետ եկամ գնացիմ գորի 100-ը տվիմ, ասիմ համ կանչում եք, համ էլ երեխեքի վրա գոռում եք, ասում եք սպարտիվ կեքով են, փող չունեն, սպարտիվ կեքովը պետք է գան, փող չունեն, ուզում եք մաքուր շիրերով կան, հանեք փող տվեք։ Խաբար էի, որ 20,000 փող էին վերցել։ 20 Այսօր վայանց հակի շլվարները վաղը որ պետք է հագնեն։ Ալիքն առը։ Փող ստացաք երն ասում է։ Դե ոչ մի 3-4 հոգի ենք ստացել, որ շուտվա գրանցված ենք եղել։ Հա, գոնե դու ստացա, միշտ ես։ Հա։ Ոչ կայոց ստացվի։ Ասել իմ 100,000 ստակ։ Ասում շատ էի կարող դուրս են որ չեն տալի։ Հա, չեն արի։ Չեն տա դուրս գան։ Ինչ արի, խոսացի։ Հասոյի հետ։ Հա, հասոյի հետ։ Հա, բերես։ ահա դե լավ է։ Շնորհավոր։ Հա, բա։ Զանգի մասի մապեր ես, բա ի՞նչ կա, ասեց հենց հիմա կարաս գաս տանես, այն վաղ ասեց։ Գոռոմի հա։ Բերեմ։ Ստո, էլի։ Հա։ Ստո։ Հայտ եմ ասում մի հատ։ Հա, էլի, պետք է շատ տա։ Ասում իմ համար փողը դեսամ փոքր թիվ է 300,000, ասի մի դանախ մեր, ասենք հիմա ասի այս բանով մի քանի ամիս ասի ոչ մեկ չի կարա էլի այդքան փող բռնի էլի Զնո Հա, էդի բայց քեզի գրանցել ով ասում չի գրանցում։ Մյուսին ես գրանցվել ստանալու ես մյուսով։ Դե հելեշ կա, մարդին չստացամ, էդ իշխան մարդ եմ, չէ գրանց, ասել եմ, չէ տակ դրան ընտրել։ Չէ։ Ջան, 30 հոգի վար մեկը դի մարդ բերի, ասիմ իրանցը։ Ես ավելի շատ ասեմ իմանալ։ Այն, որ ընտրակաշարք են բաժանել, այսօր ազգային ժողովում հայտարարել է նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը լրագրողների հետ զրույցում։ Արթուր Հովհաննիսյանն արձագանքել է նաև քննարկումներին, թե իրենք հող են նախապատրաստում, որ այդ կուսակցությունն ընտրություններին չմասնակցի։ Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, որ արդարադատության ոլորտում խնդիրներ կան, Հովհաննիսյանն ասել է, որ ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ էլ հասկացել են, որ մարդիկ դժգոհ են համակարգից, կա գործիքակազմի պակաս, որոնցից է օրինակ երթվյալ ատենակալների ինստիտուտի ստեղծումը։ Իրավապահ մարմիններն աշխատում են, ես այս իմաստով չեմ կարող որևէ մեկնաբանություն անել, իմ մեկնաբանությունը զուտ քաղաքական կարող է լինել, այն առումով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են եւ բոլորը պատասխան են տալու առանց որևէ կարգավիճակի։ Ես նաեւ տեսնում եմ, որ մարդիկ ինչ որ հղումներ են անում մարդկանց տարբեր կարգավիճակներին, միևնույն ժամանակ այդ կարգավիճակի օրինակ կերակրող մոր կամ կնոջ կարգավիճակը հաշվի չառնելով նրանց դրդում են տարբեր տեսակի հանցանքների ընտրական զեղծարարության մասին է խոսքը, հետո գալիս են ասում են թե բա գիտեք, ուրեմն կերակրող մայրեր եւ նրանց ձերբակալեցին։ Օրենքը չի ճանաչում կարգավիճակ, այս իմաստով լավ է գոնե որ դատարանը խափանման միջոցը կիրառել է կերակրող մոր վերաբերյալ ուրեմն վարչական հսկողությունը, ինչը ես ասում եմ, որ ոչ թե պատիժ է այս դեպքում, այլ փրկություն, որովհետև պետության հովանու ներքո այդ մարդիկ չեն կարողանա նոր հանցանքների գնալ եւ վտանգի տակ դնել իրենց երեխաներին, իսկ մնացած գործընթացները իրավական գործընթացներ են, բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ, Հայաստանում ընտրակեղծիքներով, ընտրակաշառքներով հնարավոր չի ազդել ընտրության արդյունքների վրա, մենք դա թույլ չենք տվել, թույլ չենք տալու։ Պարոն Հովհաննիսյան, արդյոք հող չեք նախապատրաստում այդ կուսակցությանը թույլ չտալու ընտրությունների մասնակցել, նաև ես հիշում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ձեր տված հարցը, որ ասում եք ինչու օրինակ այդքան կարող է մասշտաբային կաշառքի մասին եւ չտա։ Այսինքն հող եք նախապատրաստում։ Մենք ենք ներողություն, ընտրակաշառք բաժանում են ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները, բայց մենք ենք հող նախապատրաստում, չէ, իմ հարցը վերաբերում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի դիտարկում, ուրեմն կարծիքին եւ նաեւ
թե ինչ պետք է տեղի ունենա, ինչ մասշտաբներին պետք է հասնեն, օրինակ ընտրազեղծարությունը կամ բարեգործության նորմի խախտումը, որ մենք ուրեմն չգրանցելու process-ին հասնենք, բայց պատասխան լսեցի, որ քանի դեռ կուսակցությունները գրանցված են ռեգիստրում, ապա չգրանցելու մասին խոսք լինել չի կարող։ Իմ հարցը ճշտող հարց էր, ինչ վերաբերվում է ձեր դիտարկմանը, որ մենք ինչ որ հող ենք նախավ ներողություն, ես կրկնում եմ, շինծու որևէ գործ չկա, Հայաստանի Հանրապետությունում շինծու գործերի դարաշրջանը վաղուց փակված է, կան ձայնագրություններ, կան օպերատիվ տվյալներ, որոնք հրապարակվում են պատե առիթներով, եւ ուրեմն մնացածը իրավական տիրույթում է, եթե ինչ-որ մեկը հող է նախապատրաստում, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը չգրանցվի կամ գնա եւ տապալվի ընտրություններին, այդ միակ հող նախապատրաստող հենց իրենք են, իրենց գործողություններով, իրենց հայերեն չիմացող առաջնորդով, իրենց ուրեմն ընտրակաշառք բաժանելու փորձերով, իրենց իբր թե բարեգործության անվան տակ, ուրեմն ընտրակաշառք բաժանելու փորձերով։ Կան օպերատիվ տվյալներ եւ ձերբակալված անձինք առայն, որ ուրեմն ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները ներգրավել են այս կամ այն ընտրական զեղծարարությունների մեջ։ Կապացուցվի դա, թե չի ապացուցվի, այո, թող լինի դատական վճիռ, բայց առնվազն մենք ունենք օպերատիվ տվյալներ, որոնք հրապարակված են, որտեղ մարդիկ ներողություն ռուսերեն բառից համար տելևիզոր են բաժանում, հետո նաև քյաբաբի ինչ-որ բաժանման գործընթացների հետ գործ ունեցանք, հետո հեռուստացույցի փողն էին առաջարկում, մեծամորում մարդկանց էին ոնց որ թե գրանցել եւ բայց այդ գրանցված մարդկանց օգտագործում էին որպես ուրեմն ընտրական process-ներն էլի կեղծելու համար։ Ամեն դեպքում նման տվյալներ կան, հակակոռուպցիոն կոմիտեում իրավապահ մարմինները տվյալներ են հրապարակել, այո, դատական վճիռներ կլինեն, հետո արդեն ավելի հաստատակամ կխոսենք սրա մասին, մենք հիմա հիմնվում ենք այս պահ եղած տեղեկատվությունների վրա։ Ոստիկանությունը 108 տարեկան է։ Օրվա արդիվ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին։ Նախարար Արփինե Սարգսյանը նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմը ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրուն եւ իրավակարգի զինվորի հուշարձանին։ Օրվա արդիվ նախարարը շնորհակալություն է հայտնել ծառայողներին ազգային ժողովի ամբիոնից։ Արփինե Սարգսյանի խոսքով ոստիկանությունը պետության ողնաշարն է, հենասյունը։ Անդրադառնալով կատարողականին, նախարարն արձանագրել է, որ Հայաստանը միակ պետությունն է, որի հետ Եվրամիությունն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով։ Նախարարն անդրադարձել է նաև մտահոգություններին, թե վիզաների ազատականացումը կարող է հանգեցնել արտագաղթի։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ վստահությամբ նշել, որ նմանատիպ մտավախություն Հայաստանի Հանրապետությունը չունի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղության ոլորտային բարեփոխումների արդյունքում է, որ արտագաղթը վերաճել է ներգաղթի եւ այս պայմանների խնամքով պահպանման պայմաններում վստահաբար ներգաղթի միտումները գնալով ավելի կշատանան։ Երրորդ փուլում է գտնվում նոր կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները։ Ես արդեն հասցրել եմ տարբեր առիթներով բավական մանրամասն անդրադառնալ այս ոլորտին ազգային ժողովում։ Նշեմ, որ մենք այստեղ թռիչքաձև զարգացման լուծումներ ենք նախատեսում, որովհետև վաղուց ի վեր անձնագրային ամբողջ համակարգը բավական հնամաշ է, անձնական տվյալների պաշտպանության մակարդակը եւս բավական ցածր կտրվածքով է գտնվում եւ այստեղ այս լուծումները պիտի թույլ տան արդեն 2026 թվականի աշնանը երաշխավորել լիովին նոր կենսաչափական համակարգ Հայաստանի Հանրապետությունում։
Զուգահեռաբար նշեմ, որ այս պահին ավարտական փուլում է գտնվում նաև անձնագրի ընդհանուր դիզայնի եւ անվտանգային բաղադրիչներին վերաբերող աշխատանքները եւ հուսով եմ առաջիկա օրերին նաև հնարավորություն կունենանք ներկայացնել մեր հանրությանը նաև անձնագրի նկարագիրը։ Իսկ կենսաչափական նույնականացման քարտերը վստահ եմ տեղյակ եք, որ արդեն մեծաքանակ տպագրության փուլում է գտնվում։ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունվել է բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենքը, որը կարևորագույն ռեգիստրն է Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության բնակչության առումով, եւ 2027 թվականի հունվարի 1-ին արդեն կունենանք նոր ռեգիստր, որտեղ տվյալների տնօրինողը կլինի հենց մեր քաղաքացին եւ կկարողանա տվյալների փոփոխության հայտ ներկայացնել միգրացիա եւ քաղաքացիության ծառայությանը։ Մշակման փուլում է գտնվում նաև այս ոլորտի նոր ռազմավարությունը եւ հատուկ անդրադարձ է կատարվելու նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ինստիտուտին, տալով քաղաքացի պետություն հարաբերություններին նոր որակ եւ նաև նպաստելով դրա վերափոխման տեսլականին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը, կառավարությանը կրկին պարտավորեցնելով շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, նաև նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված հետազոտությունների բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին։ ՄԻԵԴ պարտավորեցրել է նաև ներկայացնել հայ գերիների դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակում կայացված դատավճիռների պատճենները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պետք է ներառել վճիռ կայացրած դատավորների հիմնավորումները։ Զեկույցի ներկայացված հաջորդ վերջնաժամկետը 2026 թվականի օգոստոսի 31-ն է։ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է 26,000 տոննա բեռ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետը, ինչպես գիտեք, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ եւ որպես բարի կամքի դրսեւորում տարբեր ուղղություններից, այդ թվում Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները վերացվել են, նշել է նա։ Փոխվարչապետն ընդգծել է, որ այս քայլը նպաստում է տարածաշրջանում վստահության ամրապնդմանը, տարածաշրջանային կապերի զարգացմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը եւ տրանսպորտի ու լոգիստիկայի ոլորտում գործակցության խորացմանը։ Նա նաև նշել է, որ մինչև այսօր տեղափոխվել է 26,000 տոննա բեռ։ Նրա խոսքով տեղափոխվող բեռների մեծ մասը բաղկացած է ցորենից եւ պարարտանյութերից։ Իսկ այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը եւ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը Ջիդայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ Քննարկումների ընթացքում կողմերը նաեւ անդրադարձել են ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ընթացող բանակցություններին, որոնք վերջերս հյուրընկալվել էին Պակիստանում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը 4-օրյա այցով կմեկնի Սաուդյան Արաբիա, Կատար եւ Թուրքիա, ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ բանակցությունների հնարավոր երկրորդ փուլից առաջ։ Պակիստանն ակտիվորեն հանդես է գալիս որպես միջնորդ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև, նպատակ ունենալով նպաստել երկկողմ բանակցություններին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել չինացի գործընկերոջ Վան Իի հետ։ Նա զգուշացրել է Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունների վտանգավոր հետևանքների մասին, նշելով, որ դրանք կհանգեցնեն տարածաշրջանում ավելի բարդ իրավիճակի։ Հեռախոսազրույցի ժամանակ Արաղչին մանրամասներ է հաղորդել Իրանի եւ ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի հաստատումից հետո տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։ Արաղչին բարձր է գնահատել Չինաստանի եւ Ռուսաստանի պատասխանատու որոշումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ առաջարկված անհիմն եւ միակողմանի բանաձևին դեմ արտահայտվելու հարցում, այդ քայլը որակելով որպես լարվածության սրումը կանխելու արդյունավետ միջոց։ Իր հերթին Վանին բարձր է գնահատել Իրանի ժողովրդի դիմադրողականությունը եւ ինքնուրույնությունը վերջին պատերազմի ժամանակ եւ ընդգծել Պեկինի պատրաստակամությունը նպաստելու դիվանագիտության առաջ մղմանը եւ հակամարտության ավարտին։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև ազալ ինքնաթիռի կործանման հետևանքների վերջնական կարգավորումը նոր հնարավորություն է բացում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման համար, հայտարարել է Ռուսաստանի պետական դումայի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։
Մենք շատ ուրախ ենք, որ 3 մեր կառավարությունները վերջնական որոշում կայացրին վերացնելու ինքնաթիռի ողբերգական վթարի հետևանքները։ Մենք ավարտել ենք այս փուլը եւ դա նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար, նշել է Մատվիենկոն։ Մատվիենկոյի խոսքով նման հարաբերությունները հսկայական ներուժ ունեն փոխշահավետ համագործակցության համար եւ զարգանում են ամենալայն ոլորտներում։ Նա գոհունակություն է հայտնել երկու երկրի միջև միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման կապակցությամբ։ Ուկրաինան եւ Ռուսաստանը հայտնել են միմյանց նոր հարվածներ հասցնելու մասին, որոնց հետևանքով կան նոր զոհեր։ Ըստ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Կիևում զոհվել է 4 մարդ, այդ թվում երեխա, 48 մարդ վիրավորվել է։ Հաղորդվում է, որ Օդեսայում զոհվել է 8 մարդ, Դնեպրոպետրովսկի մարզում 3 մարդ զոհվել է, 34-ը վիրավորվել, Խարկովում կա 2 վիրավոր։ Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի վերջին 1 օրվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 44 հրթիռ եւ 659 անօդաչու թռչող սարք։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերվա ընթացքում ուկրաինական 200-ից ավել անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում 5 եւ 14 տարեկան 2 երեխա զոհվել է, եւս 2 մարդ վիրավորվել է։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական ուժերի կողմից Նաբաթիե շրջանի Մայֆադուն քաղաքում 3 անգամ թիրախավորվել են շտաբօգնության խմբեր, ինչի հետևանքով զոհվել է շտաբօգնության 4 աշխատակից, եւս 6-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտել է այս նողկալի հանցագործությունը, որն արտացոլում է Իսրայելի վճռականությունը ցանկացած կերպ խոչընդոտելու շտաբօգնության աշխատակիցների փրկարարական աշխատանքը։ Նախարարությունը միջազգային մարդասիրական կազմակերպություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել վերջ դնելու տուժածների փրկվելու իրավունքի եւ շտապօգնության աշխատակիցների պաշտպանության իրավունքի այս կոպիտ խախտումները։ Տեղեկություններ են հաղորդվել նաեւ, որ Լիբանանի հարավային շրջաններում իսրայելական հարձակումներից գրանցվել է եւս 17 զոհ։ ԱՄՆ զինված ուժերի հարավային հրամանատարությունը հայտնել է Խաղաղ օվկիանոսում ենթադրաբար թմրահաբեկիչներ տեղափոխող նավին հասցված նոր հարվածի մասին, որի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս մասին նշվում է հրամանատարության X-ի էջում։ Հետախուզական տվյալները հաստատել են, որ նավը ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում թմրավաճառության հայտնի երթուղիներով եւ ներգրավված էր թմրանյութերի անօրինական շրջանառության գործողություններում։ Հարվածի հետևանքով սպանվել է 3 թմրահաբեկիչ տղամարդ, ասվում է հարավային հրամանատարության հաղորդագրությունում։ Նշվում է նաեւ, որ նավը շահագործվում էր ահաբեկչական կազմակերպության կողմից։ Ընդհանուր առմամբ 2025 թվականի սեպտեմբերից ի վեր Խաղաղ օվկիանոսում եւ Կարիբյան ծովում ԱՄՆ-ն հարված է հասցրել ավելի քան 50 նավի, որի հետևանքով շուրջ 170 մարդ զոհվել է։ Թուրքիայի իրավապահները Շանլիուրֆա եւ Քահրամանմարաշ նահանգներում դպրոցների վրա 2 զինված հարձակումներից հետո ձերբակալել են 83 մարդու։ Նշվում է, որ հարձակումներից հետո ձեռնարկված միջոցառումների շրջանակներում սահմանափակվել է 940 սոցիալական ցանցերի հաշիվների մուտք, իսկ Telegram-ի 93 խումբ փակվել է։ Ապրիլի 14-ին Շանլիուրֆա նահանգի Սիվերեկ շրջանում դպրոցի վրա զինված հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ զոհվել էր, իսկ 16-ը վիրավորվել։ Հաջորդ օրը նմանատիպ հարձակում էր տեղի ունեցել Քահրամանմարաշի դպրոցներից մեկի վրա, որի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել 13-ը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, ապրիլի 17-ից Armflix-ում հերթական պրեմիերան է։ Բաժանորդները կարող են դիտել հաշվեհարդար կրիմինալ դրաման։ Գերլարված սյուժեի մասին տեսանյութում։ Հաշվեհարդար նոր բազմասերիանոց կրիմինալ դրամայի պրեմիերան Armflix կինոհարթակում։ Ապրիլի 17-ից Armflix-ի բաժանորդները կարող են դիտել չափազանց հետաքրքիր սյուժեով, գերլարված իրադարձություններով եւ ինտրիգային էպիզոդներով հագեցած հաշվեհարդար քրեական դրամա։ Մի քանի ամիս շարունակ տևած հաշվեհարդար քրեական դրամայի նկարահանումները արդեն ավարտված են։ Բարդ նկարահանումներ, դերասանական պրոֆեսիոնալ խաղ, ստեղծագործական տքնաջան աշխատանք, անսպասելի սյուժետային գծեր եւ վերջում փայլուն արդյունք քրեական
դրամայի ժանրում։ Սերոփը նկատի ունի, որ նման բաները մեր աշխարհում չի ներվում։ Ու եթե ներեինք, կմտածեին, որ թուլացել ենք։ Ու փողոցներում էլի արունք թափեր, բա այդ ձեզ պետք է։ Բայց հիմա դուք եք արյուն թափում։ Հալավ խնդիրը ո՞րն է։ Մի 2 կոպեկ դեմը գցենք, թող բերանը փագի։ Ձեզանից մեկը պիտի նստի։ Ու այն շիստյորկաներից չէ։ Ավտարից հետ։ Գլխավոր պրոդյուսեր Ռոբերտ Օղլաղչյան, ռեժիսոր Հովանես Ղազարյան, պրոդյուսեր գեղարվեստական ղեկավար Սերգեյ Հայրապետյան, սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյան, օպերատոր Էդգար Գրիգորյան, ձայնային օպերատոր Մնացական Ղազարյան, երկրորդ ռեժիսոր Նունե Մանուկյան, ռեժիսորի օգնական Մարիետա Հովանիսյան։ Դերերում Վարուժ Մարգարյան, Արսեն Լևոնյան, Սերգեյ Վարդանյան, Ռոզի Ավետիսովա, Թամարա Գևորքյան, Թերմինե Խաչատրյան, Վարդան Գևորքյան, Հայկ Դարփինյան, Դիանա Գրիգորյան, Աշոտ Փանոսյան եւ ուրիշ հայտնի սիրված դերասաններ։ Ինքը կրիմինալ սերիալ է, ես խաղում եմ Արամի կերպարը ու ինքը բացասական կերպար է։ Ես ճիշտ է փորձում եմ իմ կողմից դերական բաներ դնեմ իր մեջ ու ինձ թվում է դա կանեմ, Աստված առաջ երևի կստացվի։ Չգիտեմ, ինքը հիմնականում բացասական է, չար, ինչ որ տենց։ Այդ մնացածը թողում եմ արդեն հեռուստադիտողի դատին։ Կերպարը ինքը իր էությամբ ոնց որ ընտանիքի հայր է, ծնող է, ոնց որ մնացած ծնողները, հա, իր զգացմունքներով եւ այլն, բայց իր ապրած կյանքի բերումով այնպես է ստացվում, որ ինքը իր հարազատ մարդկանց ոնց որ ոչնչացնում է։ Ու այդ հերոստասերիալի մեջ իր այդ դրաման է ոնց որ ցույց տալիս, ոնց է ինքը վերապրում։ Այս կերպարը շատ ուրիշ մոտիվներով է ինքն իրավ ռեժիլուծում, լրիվ ուրիշ քայլերով, լրիվ ուրիշ ձևաչափով կարելի է ասել, ու շատ ավելի հետաքրքիր ձևաչափով ըստ իմ համար անկեղծ հետաքրքիր է միշտ եղել sense կերպար մարմնավորել, որովհետև նու երբ որ պարզ է, երբ որ մի հստակ մի գերխնդիր ունի, օրինակ քո կերպարը դու գիտես որ դա է անում ու տենց ուղիղ գնում է հենց դեպի այդ ճանապարհով ուղիղ գնում է դեպի այդ նշանակետը, մի քիչ անհետաքրքիր է դառնում, որովհետև դու գիտես որ ու ինքը էսա է, ոնց որ արդեն կանխատեսելի է դառնում իր քայլերը, իսկ երբ որ անկանխատեսելի է այդ մարդու քայլերը ու դու չգիտես թե լավ բա էլ ինչ կար անի, էլ ինչ է ընդունակ, այդ ավելի է հետաքրքրացնում թե այդ կերպարի մարմնավորելը, թե հեռուստադիտողի տեսանկյունից այդ կերպարի քայլերին հետևելը, էլի։ Իմ կերպարի ասելիքը մեսիջային է, որ ցանկացած խնդրի դեպքում, ցանկացած լուրջ խնդրի դեպքում ամենախելոք, ամենահամեստ, ամենաիրենից վտանգ չներկայացնող մարդը, երբ որ որոշում է պայքարել եւ գիտի թե հանուն ինչի է պայքարում, ընդունակ է ամեն ինչի։ Կապիտան եմ, քննիչ, առաջին անգամ եմ ոստիկանի կերպար խաղում ու շատ հետաքրքիր է, շատ մտածելու եւ խաղալու տեղեր ունենք որպես դերասան։ Arflix-ում շատ եմ նկարահանվել մի քանի սերիալներում, Աշոտ Տեր-Մաթևոսյան Production-ում, հիմա արդեն մենք հոլդինգի հետ ենք աշխատում ու շատ գոհ եմ, շատ լավ է, պրոֆեսիոնալ անձնակազմ է ու բոլորից բարի ընթացք։ Մի շատ կարևոր բան եմ ուզում ասել հենց սցենարի մասին, որ գրված է առանց ժարգոնի, ինչ շատ կարևոր է, առանց հայրուսական ավելորդ բառաբարդումների, կրիմինալ դրամա, շատ հետաքրքիր, էմոցիոնալ, շատ զգացողությունները հաստատ տպավորիչ են լինելու հեռուստադիտողի համար։ Մարդ է իմ կերպարը, մի տղա, ով որ նախ Հայաստան է եկել հայրենիքին ծառայելու համար, իր գիտելիքները ու փորձը ծառայեցնելու հայրենիքին, զարգացնելու հայրենիքը, ու մի կարևոր բան կա, որ իր համար չկան, այսպես ասած, կարծրատիպեր, որ վատ առումը որևէ մեկը եթե ավտորիտետ է, ուրեմն ինքը ճիշտ է։ Ինքը ունի ազնվության հանդեպ իր տեսլականը, իր մոտեցումը ու ինքը կարծում է, որ պետք է ամեն ինչ անել, որ ազնվությունը հաղթի, ոչ թե որևէ մեկի փողով կամ ուժով կամ ապօրինի ունեցած իշխանությունը։ Հաշվեհարդար ֆիլմը մի տղայի մասին է, որ 2000-ական թվականներին
զոհ է դարձել քրեական աշխարհի ապօրինություններին։ Երկու ընկերների՝ Սերոփի եւ Դավիթի երբեմնի վաղեմի ընկերությունը խզվում է, որովհետեւ Սերոփը այլ պլաններ ունի ընկերոջ հաշվով։ Սերոփը լուր է ստանում, որ Դավիթը դավաճանել է իրեն, չխորանալով մանրամասների մեջ իր ձեռքով գնդակահարում է նրան, ապա հրամայում ոչնչացնել Դավիթի ողջ ընտանիքը, վախենալով հետագա վրեժից։ Սերոփի մարդիկ ներխուժում են Դավիթի տուն, իսկ հետո ընտանիքից փրկվում է միայն Ավետը, ով 20 տարի անց սրտում վրեժի կրակը կրելով վերադառնում է մեղավորների ու հաշվեհարդարի հետևից։ Նա չի ուզում պարզապես վրեժ լուծել Սերոփից, այլ ուզում է քանդել Սերոփի ամբողջ կայսրությունը, ոչնչացնել նրան քայլ առ քայլ, քանդելով ոչ միայն Սերոփի աշխարհը, այլ նաև բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի մասնակցություն են ունեցել իր ընտանիքի ոչնչացման հարցում։ Հետագայում տեղի է ունենում ամենաանսպասելին, մի բացահայտում, որը Ավետին կանգնեցնում է կյանքի ամենադաժան ընտրության առաջ՝ վրեժը թե սեփական արյունը։ Ֆիլմի սցենարին քրեական դրամային բնորոշ մոտիվներից բացի միահյուսվում են սիրային հույզերն ու արդարության հասնելու գաղափարը։ Այսպիսի հետաքրքիր գերլարված ընթացք ու հանգուցալուծում է ունենալու ֆիլմը։ Բաժանորդագրվեք Armflix կինոհարթակին եւ դիտեք հաշվեհարդար բազմասերանոց քրեական դրաման առաջինը։ Armflix։ Իսկ առաջիկա 3 օրը սպասվում է առանց ստեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա ևս 2-ից 4 նիշով, իսկ մինչև ապրիլի 19-ը գիշերային ժամերին կբարձրանա 4-ից 8 նիշով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյանները անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։